Արհեստական կաթնախառնուրդները գովազդողների եւ խրախուսողների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող օրենքը ազգային ժողովում մի նստաշրջանից մյուսն է անցնում եւ արդեն շուրջ 1 տարի է, ինչ վերջնական 3-րդ ընթերցում չի անցնում եւ չի ընդունվում։ Հասարակական կազմակերպությունները համոզված են ձգձգման պատճառն այն է, որ օրինագիծը հակասում է որոշ գործարար падգամավորների շահերին։ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ազատության հետ զրույցում չհամաձայնվեց այդ պնդման հետ։ Նրա խոսքով օրենքը չի ընդունվում, քանի որ պարզապես հերթը դրան չի հասնում։ Ոչ միայն քարորիայի օրակարգի մեջ, այլ ցանկի մեջ է ընդգրկվում, ուղղակի հերթը չի հասնում։ Ես միտում կա այդտեղ բիզնեսի հետ որևէ միտում չկա, եթե բիզնեսի հետ միտում լիներ, ինչպես որ դուք եք ասում, իրան քննարկող հարցերի ցանկի մեջ չէին դնի, որովհետև կարող է պատահի հասնի ու քննարկվի, չէ՞։ Այս տարի ես վստահ եմ, որ մենք պետք է ընդունենք դա։ Իշխող կուսակցության падգամավոր Կարինե Աճեմյանը եւս ասում է, որ խնդիրը ընդամենը տեխնիկական է։ Նախորդ քարորիայի ընթացքում օրակարգում էր, բայց մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի պատճառով եւ ելի օրինագծեր կար սահմանամերձ գոտու, որը հրատապ էր, այսինքն հրատապ օրինագծեր են բերում, մենք ժամանակի սղության պատճառով չենք հասցնում։ Մինչ խորհրդարանում օրենքի ընդունումը ձգձգվում է, հասարակական կազմակերպությունների եւ մայրերի պնդմամբ ծննդատներում բուժաշխատողները շարունակում են համոզել, իսկ որոշ դեպքերում նաեւ պարտադրել մայրերին երեխաներին կերակրել ոչ թե կրծքի կաթով, այլ կաթնախառնուրդով, քանի որ համագործակցում են ներկրողների հետ եւ դրանից շահույթ են ստանում։ Վստահություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը օրենքի ընդունման ձգձգումը այս իրավիճակում անընդունելի է համարում։ Շատ մայրերի առաջարկում են կաթնախառնուրդով կերակրել, սա իհարկե արդեն գործող օրենքների խախտում է, բայց նաև ասեմ, որ արժ չի թե ինչի ազգային ժողովում մինչև այժմ չի ընդունվել կսկոսրուցման խրախուսման եւ կաթնախառնուրդների մարքեթինգի վերաբերյալ օրենքը, քանի որ դա արդեն մոտ 1 տարի է երրորդ լսմանն է սպասվում եւ ամեն անգամ երբ ես հարցնում եմ, ասում են, որ շատ քիչ է մնացել օրենքի ընդունմանը, հետո պարզվում է, որ ինչ որ այդ նախագծեր են հրատապ եղել եւ չեմ կարծում, որ երեխաների առողջությանը վերաբերող այսչափ կարեւոր օրենքը ինքը հրատապ չի։ Առողջապահության նախարարությունը մեծ հետ հարցազրույցում ասել էր, թե տեղյակ չի եղել, որ նման խնդիր գոյություն ունի, եւ միայն վերջերս է տեղեկացել հասարակական կազմակերպություններից։ Չնայած դրանից մոտ 1 ամիս է անցել, սակայն այսօր եւս նախարարության ներկայացուցիչ Նունե Փաշինյանն ասաց, որ դեռ չեն պարզել, թե կոնկրետ որ ծննդատներում եւ որ բժիշկների կողմից է կատարվում այդ անօրինական գործողությունները։ Կոնկրետ փաստեր մենք որպես այդպեսին չունենք ու չունենք նաեւ բողոքի։ Մենք պատրաստվում ենք հրավիրել բոլոր ծննդատների ղեկավարներին եւ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել այս հարցերը։ Եվ նաեւ մեծ հույսեր են կապում իհարկե օրենքի հետ։ Մինչ հասարակական կազմակերպություններն ու մի խումբ մայրեր ահազանգում եւ ասում են, որ երևույթը վերջին շրջանում լայն տարածում է գտել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կարծիքով դեպքերը եզակի են։ Այնուամենայնիվ նա եւս խնդրի լուծումը կապում է օրենքի ընդունման հետ։ Անշուշտ այդպիսի խնդիրներ կարող են տեղի ունենալ առանձին դեպքերում, բայց եթե օրենքը լինի, այդ հարցը կարծում որ օրենքով կարգավորվելուց հետո այդ երևույթները իսպար պետք է բացակայեն։ Իսկ քանի դեռ օրենքը չի ընդունվել, ծննդատներում շարունակում են երեխաներ տուժել, քանի որ սովորելով կաթնախառնուրդներին նրանք հրաժարվում են մայրական կաթից։ Դե իսկ այդ դեպքում ընտանիքը ստիպված է լինում տարեկան $2000 ծախսել իրենց երեխային արհեստական կաթնախառնուրդով կերակրելու համար։